Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է, եւ այժմ մենք զրուցելու ենք քաղաքագիտության դոկտոր Քրիստոնյա ժողովրդարական կուսակցության նախագահ պարոն Լևոն Շիրինյանի հետ։ Ողջունում պարոն Շիրինյան, շնորհակալ եմ, որ այժմ մեզ հետ եք։ Պարոն Շիրինյան, վերջին շրջանում շատ են խոսում, արդեն նաև պաշտոնյաներն են Հայաստանի խոսում այն մասին, որ Հայաստանի դեմ վարվում է հիբրիդային պատերազմ, խոսում են այն մասին, որ Ռուսաստանը հեղաշրջում կարող է պատրաստում է հեղաշրջում Հայաստանում։ Ոմանք կարծում են, որ այս ամենը արվում է պարզապես որպեսզի Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձրացնեն, քանի որ համարում են, եթե Ռուսաստանը ուզում է հեղաշրջում անել եւ Նիկոլ Փաշինյանին հանել, նշանակում է Փաշինյանը հակառուսաստանյան է, իսկ Ռուսաստանը մեր թշնամին է եւ այլն։ Ձեր գնահատականը ինչի մասին են խոսում այս բազմաթիվ հայտարարությունները, լրտես է, Ռուսաստանի լրտես է, արտախորհրդարանական ընտրություններ կարող են լինել, խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանը իր ուրեմն ազդեցության տակ գտնվող ուժ կարող է անցկացնել, ինչ է կատարվում Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերություններում։ Ուրեմն ասեմ ձևական տրամաբանության մի կանոն, որը այստեղ աշխատում է, մտածողության կանոն է, Արիստոտելի մոտ, կա Դավիթ Անախտի մոտ եւ դասագրքերում, ովքեր որ տրամաբանության դասագրքով հիմա սովորում են ու շատ կարդում են, այս բոլորի մոդելը կա, որն է դա։ Ուրեմն երբ որ կանխադրույթը վերցնում է կեղծ, սուտ, հետո այդ ամբողջ բխեցումների սիստեմը անում է ճշգրիտ, առաջանում է դատողության ճշմարտացիության պատկեր, հետևություններ թվում է շատ ճշմարիտ, բայց ինք ամբողջովին կեղծ է, որտեղ կանխադրույթը սխալ է վերցրած։ Հիմա Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ինչքան անգամ ունի, որ ուզում են բարձրացնել։ Ով գիտի դա։ Ես կարող եմ ասել, որ իմ դիտարկումները, որտեղ ես հայաստանյան սոցիոլոգիական տվյալներին չեմ հավատում, ուղիղ եմ ասում, մարդկանց եմ ճանաչում, օրինակ Գելապկա չեմ հավատում, դա սարկող է։ Ուրեմն ռուսականը չեմ հավատում, որտեղ նրանք քաղաքական պատվեր են կատարում։ Եվ այսպես, եւ հետաքրքիր չի արդեն, եթե սրանք ասեմ, որ հասկացնեմ պատկերը իսկական։ Հիմա ասեմ պատկերը, դրա համար քաղաքագիտությունը ունի իր մեթոդաբանությունը, առանձին իհարկե սոցիոլոգիան իրեն շատ է պետք, առանց սոցիոլոգիայի կարծես չի լինի, բայց քանի որ փչացած է սա խոռոչը, Գելապ չկա, դա Երևանյան Գելապ է, փողը տալիս է, սեժի տվերը խփում են։ Ուրեմն ու մնացած մանիպուլյացիա է, դրա համար մենք օգտվում ենք մեր մեթոդաբանությունից, որը փորձարկված աշխարհում է։ Դա դիտարկման մեթոդն է։ Իհարկե դա այն խորքի մեթոդ չի շատ հզոր, բայց դա առողջ բանականության շրջանակներում պահելու խնդիր ունի եւ անում է դա, այսինքն ուրիշ բան չկա փոխարինելու դրան։ Մնացած այնտեղ ինչ որ նորագույն մեթոդներ են եւ այլն, դրանք լսարանում է անելը հեշտ, ուրեմն բացադրելը, բայց այս բարակայամար արդյունավետ չի։ Դրա համար հիմա այս դրական մեթոդի ես ասում եմ իմ փորձը։ Դուք գիտեք, որ ես գրեթե ամեն կիրակի Հայաստանի Հանրապետության որևէ շրջան, որևէ վայր գնում եմ տարբեր առիթներով եւ շաբաթվա մնացած մասն էլ Երևանում եմ, որոնք մենք ամփոփում ենք, գործադիր կոմիտեով գնացող եկողներս մերոնք հավաքում ենք եւ ունենք, դուք գիտեք, որ սա եզակ կուսակցությունը, որտեղ քաղաքագետավարությունը քաղաքագետներ ունի մեջը, մենակ ես չեմ, մասնագիտական են։ Եվ եթե կարիք է լինում, նաեւ ուրիշի ձեզ կհարցնենք, մյուսին կհարցնենք, մենք խնդիր չունենք, որտեղ բաց ենք գործում։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանի վարկանիշը այդ կան անգում չունի, որ բարձրացնեն։ Անգում ինչքան է, այդ սոցիոլոգիան չկա, բայց հիմա այնպես որ տագնապ լինի այդ բացարձակ իմաստով, այստեղ ներդրվում է այդ գաղափարը առաջին հերթին։ Ուրեմն այստեղ հիմա մնացածը նորմալ է, այդ անգումը, որտեղ ցանկացած կուսակցություն վերելք ունի, վայրեջք ունի եւ բնական է որ նա չի կարող բարձր նիշի վրա մնալ, դա հնարավոր բան չի։ Կասեմ Գերմանիայի օրինակը, տեսեք Ֆրիդրիխ Մերցը երկու քվեարկությունով անցավ,
կասեմ ինչ եղել, գիշեր Բունդեստագի ընտրություններում եղել է, որպես հասկանանք։ Ուրեմն այդ անգումը չունի։ Հետևաբար այդ ներդրված գաղափարը, բայց դա ներդրվում արդեն Մոսկվայից, որտեղ Մոսկվայի ստրատեգիան է սա։ Ինչ հնարավոր է Փաշինյանի կառավարությանը տապալել, որը չի կարողանում։ Ինչու, որովհետև Փաշինյանը Հայաստանի պետականությունը ոչ պրոամերիկյան է տանում, ինձ թվում է, ոչ պրոռուսական, այդ շատ մեծ հաշվով էլի։ Իր քաղաքականությունը Հայաստանակենտրոն է։ Այս մեկը հայի մի մասի համար հասկանալի չի։ Թուրքիա չի, Ռուսաստան չի, բա ինչ է։ Երբ որ Թուրքիա, Ռուսաստան էս խաղն է խաղում, դա էսեք Հայաստան չկա մեջը։ Ուրեմն ընդհանրապես մոդելային իմաստով սա է։ Անկում էլ պիտի ունենա, պատերազմ է եղել, այդ ամեն ինչ է եղել, այսքան քարոզություն, դուք տեսեք, Ալիև ինչ արեց։ Նավթադոլարները աշխարհում մեկ օգտագործեց, նավթադոլարներով բանակ ստեղծեց, Հայաստանի կրիմինալ վերնախավին չարեց, պատերազմի ընթացքում եւ հետո ուշադիր եղեք, հերոստանգերություններ գնեց, բացեց եւ ուրեմն կայքեջեր բացեց, նաեւ ինչի։ Ուրեմն սա նախատեսված են Լավրովի պլաններ, որ Արցախից հետո Հայաստանում իշխանությունը պիտի տապալվեր, իշխանությունը բարդության մեջ պիտի մեղադրվեր եւ տապալվեր։ Դրա համար այստեղ ոչ թե Ալիևի դեմ բանակ էր պետք, ձեռք էր պետք, այդ բանակը պիտի լիներ թույլ, գեներալը ճարպակալած, անուղեղ, որովհետեւ գլուխ բերեին հաղթանակ բերեցին, բայց այստեղ կատարվեց մի բան, որ ինձ թվում հոգեբանական է սա։ Ռուսաստանում չէին հաշվել, Կրեմլուն չկարողացան, ինչպես նաև Ուկրաինայի բարական մեծամտությունը Մոսկվայից թե Երևանը շատ հեռու է թվում, փոքր է թվում, ինչպես նաև Կիևն է փոքր թվում, բայց առնական է լինում Կիևում։ Հիմա տեսեք ինչ եղավ, զարմացան, որ հայ ժողովրդի մեջ մի շերտ պարտության պարագայով էլի կանգնեց կառավարության կողքին, սա աննախադեպ բան է, ես հիշեցնեմ, այն Նայրա Զոհրաբյանը մի ժամանակ ոռնոց էր դրել, պիտի հեռանա, որովհետև աշխարհում չի եղել դեպք, որ պարտված իշխանությունը մնա, սա նույնիսկ կեղծ է, ինքը դա դրանից տեղյակ չի, այդպես եղել է, թե չէ, ես այդ օրերին հայտարարեցի և մեր ժողովրդին ասի, որ եղել է դեպք, և մեր նման վիդեոավիճակ եղել է 67 թվականին Եգիպտոսում, ջախջախված բանակը Նասերի, ուրեմն վիճակ այդպես էր, Իսրայելը հաղթեց և այն Նասերը հրաժարական տվեց, բայց մերի նման չեղավ, ոհմակով հələ լուրը չեկած, որ պարտվել են, լսվեն կառավարության շենք, դեմքերը հայտնի է, երևում են, չեն կարող, Ռուսաստանն է և ինչ եղավ, ուրեմն Նասերը հրաժարական տվեց, պարտվել էր և ազնիվ է թվում է, գեներալները նկարագրական ասեմ, կանգնեցին գլխին, ատրճանակը դրեցին գլխին, ասին այս օրերին հրաժարական տալդ մահ է Եգիպտոսի համար, չես տալու, թուղթը ճղեց հետ վերցրեց, մի քիչ պայմանական եմ ասում, վերջացավ, ուրեմն այս տգիտությունը, իմանալու տգիտություն, շահառու տգիտություն, բայց այս բոլոր Մոսկվայում գիտեն, այստեղ ես իրենց համար ոչ մի նորություն չեմ ասում, ուրեմն այս հարցը գնաց և ժողովուրդը կանգնեց, պետությունը պահեց, այստեղ ինչը շարժվեց մեր ժողովրդի մեջ, նախ անվտանգության գիտակցություն, երկրորդը հավերժ անցյալների կենսագրություններ իրենց առաջ, բայց ինստինկտիվ բնազդի իմաստով մեր մեջ բոլորի մոտ աշխատեց հին պետականության, հին ավանդույթի պատմական հուշը, Ռուսաստանը պատմական հուշ չի ընդունում և հայ ժողովրդին այդ իմաստով չի ընդունում, հուշ ինչ անեք, Տիգրան մեծ հետ կա, ձեռ են առնում, ուր արտուն կտրեցին եղը։ Հիմա ինչ է, հիմա վերադառնում ենք այս հարցին, ահա կեղծ թեզի տոկոսներն ընկած է, լավ նրանց տոկոսն ընկած, իրենց տոկոսն ինչ կանեկողների։ Ես որ ես կաման եմ գալիս, մեր տոկոսներից չեմ խոսում, ես կարող եմ ասել, ամբողջ հանրապետություն, Սփյուռք որտեղ եղել եմ, մեզ շատ լավ ընդունում են, բայց տոկոս ոնց ասեմ, կամ ինչի ասեմ։ Ուրեմն ես գնացինք առաջ, այս մեկը կեղծ թեզիս է։ Երկրորդը ուրեմն իրենց մարդն է, իրենց մարդը լիներ, այդ ցավը տալեմ, վաղուց էին հարցերը լուծել և բոլոր իմաստներով արդեն ավելի ուժեղացել էին։ Զվարթնոցից դուրս են գալիս, ուրեմն ագարագից դուրս են գալիս զորով, Սյունիքից դուրս են գալիս ռուսների մասին, էլի ասում են Նիկոլ իրենց մարդն է։ Այդ ծևի իրենց մարդ չի լինի, Սերժը 10% լիներ, Քոչարյան Ռոբերտն է 3%։
Բագոներ լիներ 100%, բայց այդպես չի։ Ուզում եմ ասել, մանիպուլյացիոն քաղաքական մեխանիզմ է, ինֆորմացիան, որը խաղացվում է։ Հիմա այսքան վերջացավ, ուրեմն այդ հարցը միշտ գցում ենք։ Ուրիշ բան է, որ գցելու համար ասում են, դե գիտեք, իրենց մարդն է։ Դե իրենց մարդն է, ուրեմն պետք է գցվի, այսպես։ Մեխանիզմը տրամաբանական է։ Ես այս մեր ոնց ասեմ, միջին սերնդին եմ ասում, մեծի վրա հույս չունեմ։ Այն ուսանող, որ նոր է քաղաքականության ձևական տրամաբանության կանոններ եւ դիալեկտական տրամաբանության կանոններ պետք է իմանաք, շատ պետք է կարդաք։ Շատ պետք է կարդաք, ինչ ասեմ, քաղաքականությունը հիմա բարձր ոլորտ է թափանցել, առանց դրա չի լինի, առանց պատմագիտության իմացություն։ Եթե դուք գիտեք հաջորդի պատմություն, Հայաստանի պատմություն չգիտեք, միշտ սխալ եք անելու։ Եթե փրկի չեք որոնում, Ռուսաստանը ձեր թշնամին է, կամ հակառակը եւ այլն։ Եվ եթե ուղղակի ես առաջարկում եմ հայ մարդկուն ինչ լիներ, եղիր ամեն բարձ միջին հայն եմ ասում, եղիր ուրեմն հայամետ, ինքդ հայմար եւ Հայաստանակենտրոն, այդպեսին է մեր քաղաքականությունը։ Հիմա շարունակենք։ Հիմա Կիրիենկոն ինչ, օրինակ ինչ, Պուտինը ինչ, հիմա ասեմ ինչի իմաստը, իսկ Ռուսաստանը երբ Հայաստանի ուղղությամբ բան չի ունեցել, այդ կուրատոր եղել է դեպք, չի եղել, ուրեմն ՑԿԿՊՍ-ը ուներ բաժին սովետական շրջանում եւ սրանք Հայաստանի նայողներն էին, Ղազախստանի նայողներն էին, Ադրբեջանի նայողներն էին, կուրատորներ։ Հիմա գալիս են կոնկրետի եւ ուրեմն չգիտեմ ինչի են հատուկ նրան շեշտում. Այդ մարդը ուրեմն այո, եթե ճիշտ է, որ ինքն է կուրատորը, որի ես երաշխիքը չունեմ, որտեղ Մոսկվան, ինչպես նաև ես, մեզ ճիշտն ասելու ոչ մի բարտավորություն չունի, ինչպես նաև ես ռուսներին, թուրքերին ոչ մի բարտավորություն չունեմ ճիշտը բացատրելու։ Ես իմ պետության շահն եմ պաշտպանում, իրենք շահերը։ Հիմա ուրեմն Կիրիենկոին նշանակել են, գալիս ենք այդտեղ։ Մեր աղետել ժամանակը դա չի եղել, այ Հայաստանի աղետը եղել են ժամանակ, երբ Հայաստանի նայողը Մոսկվայից Անաստաս Միկոյանն էր և Արմյաշկեքը, հիմա սա պարզ է մնացածը, հիմա նայում ենք ես մարդու կենսադրության, որ հստակ հասկանը, նախ եղել է ու միշտ կա, կարող է Ինչն է եղել ու միշտ կա, կուրատոր Մոսկվայից, ինչպես նայում մտածում եմ, որ Պարսկաստանից էլ կա, հիմա ակտուալը Ռուսաստանն է դրա համար է բոլոր դիվանագիտական ոնց կարող է կառույցներում էլ ուղղություններ կան։ Ուրեմն բանին դրել են, Պուտինին դրել են, չգիտեմ ում տեղը, Պուտինն իրենց երկիր քանդում է, 3 օրում պետք է կրեշչատնիկ մտեր, երկիր աղետի առաջ է կանգնեցրել, հիմա կտեսնեք մահանալուց կամ հեղաշրջումից հետո նրա այդ ռուսներն ինչպես կվերաբերվեն։ Պարոն Շենյան, մի բան է դիվանագիտական կորպուսում ուղղություն, մյուս բան է կուրատոր հենց։ Կուրատորը KGB-ն էստեղ է, KGB-ն այնտեղ է, կուրատորներ են, բոլորը ինքը համագարկողն է հավանաբար։ Ուրեմն սովետական շրջանը Դեմիչյանի ժամանակով էր Լոբովը, Բանիսիմովը, այդ ինչ էին, գողքը նստած էին երկրորդ քարտուղաներ մի հատ շնչեր։ Այդպես եղել այո 68 թվականի Այդ խորհրդային շրջան եք ասում։ Հա հիմա տարբերություն չկա, Ռուսաստանը չի փոխվում իր էության մեջ։ Ռուսաստանը մնում է Իվան Ահեղի ստեղծած, Գրոզնու ստեղծած այն բոյարախանա թաթարական պետություն, բան չի փոխվել։ Դե տեսեք, ժողովրդի մի անգամ է եղել վիճակի փոփոխություն, Կերենսկու կառավարությունը, որ իրականում, բայց քցեցին իրենք արագ։ Երկրորդը Ելցինի ժամանակ ինչ-որ շարժ եղավ, թե ինչ շարժեր արագ վերացավ, իբրև թե մնացած է այսպես։ Հիմա այսքանից հետո ասեմ, ով է Կիրիենկոն։ Կիրիենկոն աշխատել է բազմաթիվ տեղերում, բարձրացել է Ելցինյան շրջանում, կենսագրությունը գրած է, ում հետ աշխատել է նրան քցել, դավաճանել, անցել է մյուսին բարձրացել է, վերջինը Պուտինն է։ Պուտինը կողքը բացում է, մինչև շատ մեր չի պահում, այս միջավայրում է պահում, եղել է նաև ուրեմն Ռուսաստանի կարճ շրջանում վարչապետ, տարածված երկար Ռուսաստանի կարճ վարչապետը, որտեղ
ծաղրանկարներ կան, փոքրիկ մի հատ մարդ հսկա Ռուսաստան կառավարում է, ասում էր իր կառավարման տարիներին Կրեմլում նույնիսկ նորմալ հեռախոս չի եղել, չի կարողացել ապարատ ստեղծել հեռացրին, հիմա պահել են այսպես, հետո Ռոսատոմ եւ այլն, հիմա ուզում եմ ասել Կիրիենկոյի հաջողությունները մեկը թող ասի, թե այս ոլորտում աշխատել եւ հաջողություն ունի։ Ծախողված քաղաքական գործիչ է։ Ասեմ, ոնց ասեմ, ճգնաժամ հաղթարազներ։ Թե Հայաստանի հետ աշխատանքի մեջ հաջողություն։ Հայաստանի, համենակ Հայաստանը չի, Մոլդավան, այս բոլորը իր վրա է գցած։ Հեղաշրջում որտեղ պիտի անեն։ Հիմա պոտենցիալն ենք նայում, Ռուսաստան կարող է հեղաշրջում անել, թե չէ, ոչ։ Ռուսաստանը հիմա ինձ թվում է անցել է ուրեմն գոյության կռվի իր գոյության կռվի երկրորդ փուլ եթե առաջ փորձում էր վերագաղնել տեսեք Մոլդավային չարեց Ուկրաինային չարեց Արցախը ոնց մի շնչով հանձնեց Թուրքին եւ ուրեմն Հայաստանում էս 4-5 տարի է տարապում է փողոցի շկան քծեց փչացրեց չպրտեց նորին բերեց եւ ես գիտեմ, որ ինվերսիոն ցույց է տալիս, որ իրենց ռեզիդենտ այլևս ոչ Քոչարյան Ռոբերտն է, ոչ էլ ուրեմն Սերժ Սարգսյանն է, նորն է դուրս գալու, ինչպես որ հանգազն է որ դուրս եկավ են Գալստանյանը։ Եվ այլն։ Հիմա որտեղ իրենք թքած ունեն, ում են պահում, ում չեն պահում, Բաքոյի ճակատագիրը ձեզ հասկանալի չի, իրենց մարդը չի, չեկիր չի, ոնց ուղարկեցին առանց մի շնչի։ Հիմա ուզում եմ ասել այս բաները, հիմա իրենք ես ուրիշ խնդիր ունեն, Ռուսաստանը ոչ թե վերանվաճելու խնդիր, որ են ասում են գուբերնիաբան հավաք, այլ նաև ինքը մտել է գոյության կռվի վերջի փուլ եւ դաժան կռվի, գոյության կռիվ է մղում Ռուսաստանը, ինքը դադարում է լինելուց, ես կոնկրետ ասեմ, որ չասեն հակառուս, մակառուս, ես տհաս զանգված ուրիշ բառ չունի, թուրք, ռուս, հակառուս, չգիտեմ, ես տկիտությունները, ես դնում ենք Ենքով նայում ենք որպես էքսպերտ, նավթի գներն ինչպիսի անգում ունեն, տեղյակ են, Ռուսաստան նավթ գազը թռավ չկա այլևս, հիմա ուրեմն ծախսերն ավելի մեծ են, քան թե արդյունահանումն է, ուրիշ բան չունի, ուրեմն հաղորդեցին, որ մի էլեկտրոմոբիլ են սարքել, հսկա արդյունաբերություն ունեին, չէ, սովետի շեք, հիմա Եվ մի առնող չկա, 4 միլիոն ռուբլի է, մի հատ արտադրել են Չինագանի կողքին։ Եվ այսպես շարունակաբար, Ռուսաստանը ընդհանրապես ի վիճակի է ռեֆորմի ենթարկվելու, թե չէ, ասեմ ոչ, ասեմ ինչու։ Իհարկե գոյությունը տատախված է, թե ամերիկացիներն ինչքան կճնշեն, ինչքան կպահեն, Չինաստանը ինչքան կճնշի, ինչքան կպահի, որտեղ այն միջուկային աղբանոցի հարց կա, ով է պահելու, որ ինչ-որ ձևով երևի կպահեն, բայց որ նա այս ագրեսիվ, այս ձևերով մնալու է, բացառված է, չեն թողելու, համենայնիվ ուկրաինացիները չեն թողելու, խփելու են մինչև վերջ, եւ նրանք ունեն լավագույն ռազմաարդյունաբերություն եւ դաշնակիցներ, տեսեք Տրամպը ոնց տեղափոխվեց այնտեղ, չեկիստները տարածում են, ասում են Պուտինի գործակալն է, Պուտինին ինչ օրի դրեց, ինչ տոկոսներ դրեց մերեն։ Հիմա ուզում եմ ասել, սրանք պիտի նայվի եւ այդ հարցից հետո Ռուսաստանը այո գոյության կռիվ է մղում իր փրկության համար, իհարկե Հայաստանը իր համար կենսական է, ինչու, որովհետեւ այստեղի փլուզումը վերջնական կարող է օրինակ ծառայել ուրիշների համար նման բաներ եւ այլն։ Հիմա կարող է թե չէ հեղաշրջում չի կարող անել, բայց ուրիշ բան անում են կա մարդ որ մեռնելուց առաջ էլ վատությունը պետք է անի Հայաստանին հանգիստ չի թողում ապրելու հասկանում եք անկայունությունը դառել է բնավորություն ստրատեգիա եւ Հայաստանը պահում է իր ստրուկների եւ գործականների միջոցով անկայուն վիճակում նաեւ այն ժողովրդի որը քաղաքականության մեջ միամիտ է լինում են այդպես կամ Impeachment են նախաձեռնել ով թիվ ունեն այսինքն ոնց են անելու դե բոլորը բան են ազգային ժողովը ունի թիվ ԿՊ-ն ունի այսքան թիվ Են մեկն ունի այսքան թիվ, դա բացառված է, ինչ կարող է, այդպես պետք է ղժղժան, չթողեն ազգային ժողովը օրենք ընդունի, դուք նայեք
ազգային ժողովը վերագրել է հանում են գործ չունեն անելու, Այսինքն կարծում եք նախապես իրեն գիտեն, որ այդ impeachment կոչվածը արդյունք չի ունենալու։ Կարծում եք որ կարող է ունենալ։ Ինչու են անում Ինչու են անում, որովհետև բարապ են, հրամայել են կոպիրկին ասում իրենք անում, իրենք չեն մտածում, անհանգստություն են պահում, գիշեր։ Պաշինյան, մեկ էլ շատ կարևոր չի աշխատում, ասեք դրա համար էլ, հիմա ինչ եմ առաջարկում, վաղաժամկետ ընտրությունն, իսկ ինչի համար վաղաժամկետ, կարծում եմ, որ դրանք ավելորդ բաներ են, ուղղակի իմաստով երկիրը պետք է նախապատրաստել ուրեմն ընտրությունների համար, նորմալ ընտրությունների։ Շատերն ասում են Գյումրիում ռեպետիցիա եղավ մի բան, որը իշխանության ձեռնդու է, վերլուծաբանին էլ է ձեռնդու, այսինքն դա իհարկե օբյեկտիվ է մեր կամքից չկախված է։ Ինչով է ձեռնդու։ Հիմա Վարդանիկը ռայեմ ասում, որտեղ ինքը ռուսական կողմնորոշում ունի։ Ուրեմն Վարդանիկը պիտի Պուտինից գործարաններ բերի, թե չէ, ասում էր պիտի բերեմ։ Այդ ռեֆորմները պետք է անի, թե չէ, ազգը պետք է խաղա։ Մի տարի հետո բացարձակ վարկաբեկվելու ժողովուրդը տեսնել որ չի կարելի կրիմինալին ընտրել։ Մի տարին լավ ժամանակ է որ ժողովուրդը հասկանա որ չի կարելի։ Եվ վերջացավ, այդ հարցը փակված է։ Օրինակ մոդելը եկավ, մոդելը տեսնում էր եւ պիտի գնալ ընտրություններ, որտեղ նա նաեւ քաղաքական ընտրություններ են ազգային ժողովում, կրիմինալ ընտրություն չի։ Երկրորդն էլ այդ Գյումրին ինչ։ Համայնքներից մեկն է, որ Շամշադինի նախկին շրջանի աղավանի Այգեձորի համայնք են, բես է Գյումրին, ուրիշ օր է։ Վիրավորվում է Գյումրին նման հայտարարությունից։ Ինչու է իմ, ես օրենքից եմ խոսում, իրենք ճաշակից չեմ խոսում, իրենք պետք է վիրավորվեին, ովքեր որ ընտրել են, իհարկե այնտեղ մեխանիզմ եղել, օրենքի անկատարություն է, ինչ երկրորդ քաղաք, կարող է արտոնյալ է։ Աբովյանն ինչով երկրորդ քաղաք չի, այդ բոլորը նայեցեք շանտաժի խոսակցություններ են, կա մի ինքնավարման վերաբերյալ մի օրենսդրություն, ինքնակառավարման, այդ օրենքը կիրառել է Գյումրիում, Վանաձորում, Վանաձորի կողք են գյուղում, են քաղաքում եւ այլն, ինչ Գյումրի ինչ։ Հիմա ես ուրիշ բան եմ ասելու, առաջարկ ունեմ։ Այնտեղ կյանք ապացուցեց, որ Վարդանիկը եկավ ռուսական հստակ կողմնորոշումով։ Ես էլ իրեն ասում եմ հետևյալը, եւ Թուրքիայի դեմ բացարձակ, իբր թե Թուրքիան չգիտեմ ինչ, հակառակ բանով։ Գյումրի տերմինը բառացիորեն թուրքերեն է, չի փոխելու թուրքերեն բառը հայերեն բառով։ Փոխելու է թե չէ։ Կումայրի նկատի ունի։ Հայերենը Կումայրին է, ռուսականն էլ Ալեքսանդրապոլն է։ Հիմա ինք եկել է հակաթուրքական լոզունգներով իբր թե։ Հիմա փոխելու է թե չէ թուրքերեն անունը։ Ես առաջադրանքը գնում եմ։ Եվ այսպես իրենով է հանդիստողել, ես բոլոր աչքի դեմ են դնել, ու ես խոստացել ես արա։ Մանավանդ որ տոկոսի առումով ընտրություններին կանի մարդ է մասնակցել, գիտեք ինչ է, օրենքն է անկատար։ Եվ այլն, հիմա, բայց ես չեմ ասում, որ նաև Գյումրիում ուրիշ ավանդույթներ են աշխատել, այնպես որ այդ շարժվենք առաջ և երկիրը պահենք հանգիստ վիճակի մեջ։ Պաշինյան, հաջորդ հարցը, որ անհանգստացնում է հասարակությանը, դա այդ շքերթին, Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն է մայիսի 9-ին Մոսկվայի շքերթին, ընդհանրապես Մոսկվայում իր ներկայությունն է Պուտինի կողքին, առավել ևս, երբ այդ Մոսկվայի Կարմիր հրապարակով անցնելու են տարբեր երկրների հապկ հիմնականում նաև երկրների, նաև Վիետնամի և Ադրբեջանի զինվորականներ, ընդ որում ոչ միայն պարզապես զինվորականներ են, հատուկ նշված է, որ Լեռնային Ղարաբաղում այդպես աչքի ընկած, բարձր ուրեմն շքանշաններ ստացած, պարգևներ ստացած զինվորականներ են։ Եվ այդտեղ գտնվելու է Փաշինյանը։ Ձեր կարծիքով ինչու է գնում Փաշինյանը, պետք է գտնվի այնտեղ, թե ոչ։ Ինչ որ ասեցիք, բոլոր զգացմունքի ոլորտի հարցեր են, այնտեղ ես մեկն է գտնվել։ Ես հասարակության անհանգստություններ ձեզ ներկայացնում։ Ես ասում եմ զգացմունքի ոլորտի խոսակցությունները, որոնք քաղաքականության միայն վնասում են։ Մեզ այդպես աշխատեցրել են։ Հիմա ասեմ ինչն է հարցը։ Նախ մինչև այդ ես մեր դիտողներին տեղեկացնեմ, որ առավոտյա վաղ Նիկոլ Փաշինյանը խորհրդություն է անցկացրել Հայաստան եւ Եվրոմիություն այդ գործընկերության պրակտիկ հարցերն են քննել, այսինքն նրանից առաջ ինչ ուր ենք հասել, ինչ ենք անում Եվրոպայի դες հարցերը, երբ կհաղորդեն նաև ինչ են արել։ Երկրորդ հարցի պատասխանը ուրիշ տեղ է գտնվում։ Մեր ազգային շահերի հետ դա իրականում, եթե լավ ենք հասկանում, համընկնում է հարցը թե չէ։ Այստեղ պիտի հարցը դրվի եւ այդ հարցը ես կառավարությանն առաջարկում եմ։
գնալ չգնալու հարցը լուծել ազգային անվտանգության խորհրդի գաղտնի նիստում, փակ նիստում, գաղտնի չի, որովհետև հետախուզության պետն է, ոստիկանությունն է, ըստ օրենքի, Արմեն Գրիգորյանի հիմնարկ։ Այնտեղ պետք է թերը, ուրեմն սպառնալիքները եւ ուրեմն առավելությունները բոլորը պիտի քննել ազատ, եթե մասնագետների կարիք անպայման պիտի հրավիրել, որից հետո նույն որոշում կայացնել գնալ թե չէ։ Մնացած հեքիաթները ոլորտում է։ Ուրեմն այնպես որ կարծում եմ որ այդպես էլ կանեն։ Այսինքն հասարակությունը պետք է գնահատի գնալ չգնալ։ Հասարակությանն էլ պիտի առաջարկի ցավը տանեն։ Այլ անվտանգության պետություն է ստեղծել, ընտրել է կառավարություն, որ ինքը ուրեմն կառավարի այս շրջանում դու էլ գնաց տուն երեխա ունենաս, էլի ամեն մարդ իր գործով զբաղվի։ Բայց դա պետք է քննվի, ենթադրենք ուղղակի սպառնալիք կա, չպետք է գնա։ Պիտի գնա, օրինակ եմ ասում, ենթադրենք օրինակ եմ ասում նորից, 1000 տանգ է Ռուսաստանը տալու չգնա, ասի գիտես ինչ կա բախվել, ուրեմն պետության հարցերը այդպես չեն քննվում, մենք պետք է սովորենք պետականորեն ապրել, ես ինչ եմ տեսեք ոչ այմ ասում ոչ է, որտեղ տեղեկատվության չեմ տիրապետում, ես օրինակ չգիտեմ մեր ազգային անվտանգության ծառայությունը, ինչ է զեկուցում, ինչ վիճակում է, ինչ ոլորտներում, բանակ ինչ վիճակում է եւ այլն Դե չզավալվեմ էլ 1000 հարցեր կան, դրա համար են նրանք պիտի հավաքվում են անդամներ, ամեն մեկը զեկուցում է, կարել է մինիստրը անել ուրեմն 4 ժամ, ինչպես մենք էինք անում առաջ 8 ժամ, այդ բոլորը քննել, նորից մի հատ էլ քննել եւ ուրեմն որոշում կայացնել եւ վերջացավ, ուրեմն մենք չենք, այդպես մենք տեմպի տակ անընդհատ ճնշման տակ ենք աշխատելու, այս մեկը, այս է, եւ երկրորդն ունեմ, քանի որ նույն հարցերի շրջանակ է ուղղեմ նայում մի հարց, որը տարածված է եւ շատ կարեւոր է եւ լավ կներ, որ այդ հարցը քննվեր։ Ուրեմն Թրամփը 24-ի առումով հերագիր հղեց Հայաստան եւ շատ կարեւոր մի բան արեց։ Հիմա կապել են ցեղասպանություն տերմին ասավ թե չէ։ Էլա Պուտինը որ ասում է վատ Ղարաբաղցիներին գցեց դուրս Ղարաբաղից։ Այսինքն ինչ։ Հիմա տեսեք հարցը ինչ է։ Դրանք առաջարկում է որ Հայաստան եւ Միացյալ Նահանգներն աշխատեն ռազմավարական գործընկերության ոլորտում ծավալվելու ուղղությամբ։ Այս հարցը քննեք։ Այստեղ է, ինչքան հզորանանք, ինչքան ուժեղանանք, վտանգները կեռանան, ինչքան թույլ մնանք այս խաղերի մեջ, մնալու ենք Դե այդ հարցի քննարկմանն էր վերաբերում էր Պուտինի Մոսկվա գնալը։ Հարցնում են, եթե դրա համար ենթադրենք այսպես, օրինակ եմ ասում, Թրամփը գնում է, ենթադրենք, չէ, գնում է, ասում են, իբր թե, բայց վերջի բանը բոլորը կարող է չգնան Մոսկվա, ասում են։ Ասում են, հիմա ես էլ եմ ասում են, ենթադրենք գնում են, ենտեղ էլ ասենք մի 5 րոպե Փաշինյանի հետ առանձնարարույց է լինելու եւ նրանք Միացյալ Նահանգներ Հայաստանին առաջարկելու են այդ խոսակցությունը։ Մայիսի մասին եք ասում։ Իհարկե, չգնա թե գնա, այսինքն ինչ։ Մնացածն էլ բոլորը հասկանում են, գիտեք ինչ է, ասում են աշխարհը չի հասկանա, մենք մի քանի անգամ որ մեր ազգային շահը պաշտպանենք, աշխարհը լավ կհասկանա։ Ոչ մի բան չկա։ Մնացած բայց ասեցի խորը պետք է քննվի, պատասխան չունեմ ես։ Բայց իմ պատասխան սկզբունքային է, պետք է քննվի նոր որոշում կայացվի։ Փաշինյան, ասում են, ասենք թե եթե գնում է գուցե, ինչ որ մարդիկ սկսում են բացատրություններ, ինչ որ պատրվակներ գտնել թե ինչու է գնում, գնալու տարբերակներից բացատրություններից մեկը իհարկե սա ենթադրություններ են, ոչ ոք չգիտի, ինչպես դուք ասացիք, ինֆորմացիային չեն տիրապետում ոչ ոք։ Այն է, որ գուցե Ալիևի հետ ինչ որ այդ խաղաղության պայմանագիր եւ այլ այդ թեմաների շրջանակներում ենթադրենք գնում են Ալիևի հետ պայմանավորում Ալիևը պիտի զոր քահանի գնա ջերմուկի դիմաց, չգնա, այսինքն ինչն է հարցը։ Այսինքն մենք ամսինից հետո պարզ կլինի, թե ինչու գնաց, թե կար ճիշտ կլինի, որ հետո հայտարարի։ Ես օրինակ կողմ եմ, որ այս կառավարության նիստերը երկար չէ ցույց են տալիս։ Կարճ ցույց տան, դրա կարիքը չկա, բայց հաղորդագրությունն ավելի որակով տան։ Ենթադրենք գնացին եկան, ինչքան որ թույլատրելի է, որտեղ պետությունը մեր նման պետություն շատ մեծ ազգային անվտանգության շատ մեծ հարցեր ունի։ Դրա շրջանակում լրջակուն տեղեկատվություն տրվի, ձեզ էլ բավարարի, մեզ էլ բավարարի, իհարկե ես իմ պատասխաններն ուրիշ տեղերից կիմանամ, առաջարկներն կան, բայց այդպես չլինի նաև։ Հանրությունը նորմալ ստանա տեղեկատվություն, այս լրատվական այս բաներ կգնա։ Հիմա երկրորդ, բայց ձևական տրամաբանությունով ես էլ ասեմ վերջացնեմ։ Ուրեմն նայում եք, այսպես, իմանաք ճիշտ է, թե սխալ, ձեզ համար եմ ասում։ Հայաստանի լրատվությունը պարզ է բոլորը գտեն ֆինանսավորումներ որտեղից է հիմնականում։
շատերը չի։ Ուրեմն նայում եք այդ լրատվությունները, որ աղբյուրից ինչ են ասում, կամ համաշխան դրան եք գործում, կամ հակառակ։ Օրինակ ես Ազատություն ռադիոգարան լսում եմ, հակառակն անում եմ։ Ես գիտեմ, որ ուրեմն երկիր պետական շահ են պաշտպանում, իրենք Ռուսաստան հստակ է։ Դե դա ձեր անձնական Ես իմ խոհանոցն եմ ասում, եւ առաջարկում եմ դրանից օգտվել, երբեք չեք սխալվել։ Վերջը, ուզում եմ ասել, մտածել է պետք, մենք պարտավոր ենք մտածել, մնացածը քաղաքականությունը վտանգ ինչին է մեջ է, երբ որ քաղաքականություն ամբողջավարության է վերածվում, եւ իհարկե ժողովրդի տրամադրությունը պիտի իմացվի միշտ, բայց տրամադրությունով քաղաքականություն վարել չի կարելի։ Տրամադրությունով չի կարելի։ Բայց տրամադրություն հաշվի առնել է պետք։ Ժողովրդի տրամադրությունը հաշվի առնել։ Անպայման, նաեւ Փաշինյանը ձեր կարծիքով հաշվի առնում են։ Ես գիտեմ, որ առնում են։ Հաստատ է։ Լավ, եւ ուրիշներն ուրիշ բան ասեն, ես պրակտիկայից եմ ասում։ Բայց նաեւ տրամադրությունը ոնց է բերում եւ ինչ շահ ունի մեջ։ Դե կարծիքները տարբեր են լինում, տենց չի որ նորմալ է, դե այնտեղ անվտանգությունը տալիս է ներքին։ Կարծում եմ մայիսի 9-ի հարցով ժողովուրդը համակարգիչ է, որ ասեմ, որ մայիսի 9-ը ինչ թիվ է։ Մայիսի 9 թիվը ոչ մի թիվ է։ Ուրեմն հաղթանակի օրը ամսի 8-ն է։ Գերմանիան կապիտուլացիա եղել ամսի 8-ին։ Դե Թրամփն էլ է այդ մասին ասում, որում ասում է դա Միացյալ Նահանգների տոնն է։ Սովետը սարքել է, դե փակ ռեժիմ էր, իր համար լարում էր ուրիշի դեմ, 9-ին եւ այն մեր նման մանավանդ միամիտ ժողովրդներին։ Տանի ասիքու բիրկաղ կտնի վրա այդ հայրենական պատերազմը 600,000 զորակոչի բաց ցեղասպանություն 300,000-ը գլուխը դնեն Արցախից էլ տղամարդ հայ բնակչությանը տանի 26% է տարել եւ այլն քո հայրենիքն է եւ այլն եւ այսպես գնաց մեդալները շարած հետ կաս հետո տեսես ոչ Արցախ ունես ոչ Նախիջևանում հայ մնաց ոչ էլ Ռուսը Թուրքիա հետ այն ինչ որ ուզում էիր կամ պատկերացնում էլ այդ քեզ հետ վատ է ավելի քան Թուրքիա 10 անգամ եւ այստեղ էլ որ մտածես է բայց սա իմ հայրենական պատերազմն է բայց եթե մեր հայրենական պատերազմն է եւ ամսի 9-ին է Արցախը ուր է Արցախ ուր է կա բա մեր հայրենական պատերազմը մենք մեր տարածք ենք կորցնում ռուսին չասեն գնան չասեն որ այս կան զոհ ենք տվել 300,000 երիտասարդ պատերազմից հետո եւ հիմա նոր բլեֆ եղել որ հանրապետությունից իշքան մարդ է մասնակցել դա գիտեք ինչ է հայերին զորակոչել են Ադրբեջանում թիվ են լրացրել շատ տոկոսով Վրաստանից շատ հայեր են զորակոչել հիմա տոկոս իրենք առաջի տեղ են Բակարվողը հայ է եղել, ազգային հատկանիշով պիտի հայ, ոչ թե որ հանրապետությունում ինչ, կոնկրետ բան ասեմ, Հայաստանից, մենակ Հայաստանից, հանվել է 6 դիվիզիա, և 4-ը կոմպլեկտավորված լրիվ, սովետական դիվիզիան 14,000 մարդ է ունեցել, դուք պատկերացեք ցեղասպանվել ենք, երկիրը 2-3 միլիոն մարդ չունի, այդ վիճակում, 4 դիվիզիա լիարժեք քանում եք վերարտադրողական տարվա չէ որ 60 տարեկանը չի եւ այլն որից հետո տեսել են կոմպլեկտավորում չինում 2 դիվիզիա ոչ լրիվ կոմպլեկտավորած են տարել եւ այլն եւ ինչ է տեղի վրացական դիվիզիաները Ստալինը բերել Վարդանիկի բանում այդ լեննականուն շարել է Թուրքի դեմ իր ժողովրդին չի ուզել Միկոյանի ժողովրդին ուղարկել է կոտորվելու որտեղ վրացին Ստալինը երբ մտածել է թե վրացիների ինչ հայրենական պատերազմ է սա ռուսը ինքը եւ այլ հիմա ինչ է ուրեմն մենք այս բաները պետք է հասկանանք թե չէ եւ դպրոցներում պետք է արգելել սովետական հայրենական մենք ասեմ մեր ժողովրդին ի դժբախտություն մեզ մենք 4-5,000 տարվա մեջ երբեք մեր հայրենական պատերազմ չենք մղել Եթե մեր հայրենական պատերազմը երկու առիթ ունենք 1920 թվին աշնանը եւ այս Շուշի եւ այլ շրջանում եթե հայրենական պատերազմը ենք հաստատ հաղթել ենք մենք մեծ պետություն ենք ունեցել եւ Վիլսոններ չէինք մեղադրի 1000 բաների մեջ բայց ուրիշի հայրենական պատերազմը բիրք են կպցրել են ռուսականը եւ այլն եւ մենք մանենք գալիս իմանալ Գեորգիևյանի շորեն խեղկատագությունները պետք է անեն հասկան մեր երկիր օկուպացված է եթե օկուպացված է Արցախը թող հետ տան այսօր Դուք գիտեք չէ հիմա ուրիշ գործ է գնում ինչ է Ղարաբաղի ռեգիոնում ռուսական հաղորդագրությունը հանքարդյունաբերություն ռուսներն ու ադրբեջանցիները պետք է սկսեն այսինքն ռուս ադրբեջանյան օկուպացիան Ղարաբաղում Արցախում
Հիմա ոնց ասեմ, կներեք այդ բառի համար, կերակ, դարերի սխալի համար, հա? Որ ասում եմ, բացատրում եմ, մտածեք, ես դրա համար միշտ մտածեք, ձեր շահ պաշտպանեք, ուրիշ ոչ մի բան պետք չի։ Ոչ ես եղեք, ոչ հայամետ եղեք եւ Հայաստանը կենտրոն։ Տեսեք ոնց ամեն ինչը տեղը կգա ժամանակի մեջ եւ իշխանության հարցեր կունենաք կամ կպահեք կամ կփոխեք։ Ոչ մի խնդիր չի դա, բայց ընտրություններ մաքուր արեք։ Մնացած այսպես է, չի կարելի այդպես ապրել։ Մենք որովհետեւ եզրագծին ենք, որ ոչ տարածք է մնացել, ոչ ազգաբնակություն, տգիտությունը խեղդում է, այդ տգիտության խեղդելու մեջ էլ այս լրատվության որոշ մաս, որը տերոր է անում հայերենով, ռուսերենով եւ այլն։ Եվ ասեմ, քանի որ լրատվության հարցով էլ այս չէ, շնորհամերիկ էս կամ տեղ ենք զբաղեցնում բան, պետության համար կարևորը իհարկե լրատվությունն, այստեղ խոսք չկա, բայց որ լրատվությունը, որ ներքին քայքայ աշխատանք է անում, որոնց չպետք է իմանանք ինչոց է։ Պետության համար, մեր համար կարևորը արդարադատությունն է անգախ։ Անգախ արդարադատությունն է։ Օրենքը, կարգին օրենքը, որը կամանա կարգավորի հարցերի պատասխանը։ Արիևը ուրեմն չուներ լրատվություն, չէ, չուներ։ Դե Ալիև ընդհանրապես փակել է այդ։ Դրեց վատ վերցրեց Արցախը, մեզ էլ շպրտեց դուրս։ Լրատվություն մի հատ էս պահեք երկրից կնանք։ Ուզում եմ ասել, այդ օրենքները պետք է պետական շահից փոխեն, մշակումները, որը նաև պետք է կիրառվի։ Եվ վերջ։ Մնացածը կարծում եմ մեր ուժը բավարար է աշխարհում է, շատ բավարար է, որ մենք լինենք տարածաշրջանի ամենաուժեղ պետությունը, չեմ ասում ես։ Եթե երկրում, տեսեք, դուք ասում եք լրատվությունը եւ դժգոհում եք, ասում եք քայքայիչ, ներսում երևի, ներսում եք ասում քայքայիչ։ Գործ են անում, գնում են հիմնարկ, մտնում են, հետո հետները տանում, նկարում են, ով իրավունք ունի մունիցիպալիտետ մտնի եւ բազար սարքի։ Նորից եմ օրենք, ես էլ եմ ասում, պետության կայացումն է խնդիր, ոչ լրատվությունը։ Մեր խիզախությունը մենք պետք է արտաքին նաեւ թշնամու դեմ, ճիշտ է, ցուցաբերենք, ոչ միայն ներսում։ Ինչո՞վ տերոր են անում, Ռուսաստանի քաղաքացին գալիս է, հետո ինչ որ հայ է, մտնում է Հայաստանի ուրեմն մունիցիպալիտետ տերոր է անում տեղական ինքնակառավարմանը։ Վաղներ Չիլիից պիտի գա։ Նոր-նորքի նոր-նորքն է մենակ ինչի Կանադայի քաղաքացի չէր թքում եկել է։ Ես լինեի կսապկեսնեի։ Իսկ ձեր մունիցիպալիտետի աշխատողը Պաշտոնյան ինչի է թույլ տալիս իրեն տրվել սադրանքի, եթե դուք ինչ անի, հիմա եկել են, նայեցեք, մարդիկ տարբեր են լինում։ Հիմա մենք ծեծել մարդուն։ Ուրեմն տեսեք ինչ է լինում։ Դա ընդհանրապես ոնց է, ես չի ուզում բայց ես լինեք սատկեսնեի, ես չեմ տակտել, ուրեմն դա իր գուցկից էստե բան սարքի, ինքով է։ Խնդիր ունի թող գնա ասա մարմիններ կա հետերը։ Բռունցքներով են այդ հարցերը։ Ինքը բռունցքի վիճակ է առաջացրել հայ ժողովուրդը զգացմունքային ժողովուրդ է։ Բոլորը գիտեն, ով որ ուղարկել է, գիտի որ մեր ժողովուրդը զգացմունքային է։ Դուք այդպեսին չեք։ Այսինքն թույլ տեղը մեր հոգեբանական տերորին չեն ասում։ Գալիս են քեզ քաշքշում են, լսարանում էլ է լինում։ Ներվերը տուտում են, հիմա իհարկե։ Ձեր ուսանողին կծեծեք դուք։ Ես երբեք չէ, բայց վզերից վրաց ու շփետած ունեմ, ոնց։ Դա հակապետական բաներ խոսե, մեր պետությունն նկատում եմ։ Տվյալ դեպքում հակապետական է գործում այդ մարդը։ Հա, բայց չէ, պետության համար է եկել, ով է, ինչ է։ Ես կոնկրետ հարց եմ տալիս, ով է, ինչ է։ Մենք աշխարհասփյուր ժողովուրդ ենք, չէ՞։ Մեր օրենքները կատարյալ չեն։ Մենք պատերազմի եզրին ենք, պատերազմ, այս վիճակը ինչ որ կա։ Օրենքները կատարյալ չեն։ Օրենք չկա եւ այն։ Հիմա պետք է մեկը քնից ելնի, հա որտեղից, մեկը Բուրգինա Ֆասոից գա հայ է։ Մի հատ կա, չգիտեմ իրենց երկրում ինչ է սովորել եւ այլն։ Դրա համար մեր հայրենագիստներին եմ ասում։ Նախ այս վիճակն է, դուք պետք է ափսոսակ ձեր պետականությունը, որտեղ թերությունները լիքն են, լիքը։ Հիմա երկրորդ մասը կա։ Դուք ձեր երկրներում ռիսկ կանեք նման բաներ անեք։ Ռոսգվարդիայի դիմաց, գմտնեն ռուսական մունիցիպալիտետ այդ գործերը կանեն հայերը։ Հարց եմ տալիս։ Կանեն։ Կանադայում ռիսկ կանի թքի բանի տրյուտոյի կողքի մարդու վրա, հա։ Քաղաքացի են էրա, հո Հայաստանի քաղաքացի չի։ Նախ Հայաստանի քաղաքացին էլ ոչ նա իրավունք ունի, ոչ էլ նա իրավունք ունի, երկուսն էլ չունեն։ Կանեն։ Հայաստանը չէ, այդ որփի գլուխն է, ամեն մեկ եկել է բան անի։ Դրա համար պետք է սատկեսնեն, բայց պետք է տանեն, այնպես ծեծեին, որ ինքը չի իմանար ոնց ծեծեցի։ Վատ է ինչի համար։ Մենք նայեցեք, պետություններն ասնում են,
ես ինքս գիտեմ, որ այդ բնավորության մարդը չեմ, բայց հարցեր կան։ Մենք ուրեմն անցել ենք ֆեոդալիզմ, ճորտատիրություն եւ այլն եւ պետությունները, եղել է ֆաշիզմ, եղել է ուրիշ բաներ, բռնություն եղել Ֆրանսիա, ինչեր Ֆրանսիայի բռնությունը այդ է։ Ֆրանսիան այդ ճամփեքով անցել եկել հասել են վիճակին ինչ որ կա։ Հիմա մեզ կանգնեցրել են Ֆրանսիային ճամփին եզրին։ Ամեն մեկը ուզում է շոր մի բան։ Պաշինյան, սադրանքներ շատ են լինելու։ Հա, շատ մեր ժողովուրդը ինչ անենք, այս ժողովուրդ 88 թվից բանի տակ է, ստրեսի տակ է, երկրաշարժ, պատերազմ, աղքատություն, հա, ու այդ տեղից էլ մի հատ ոնց ասեմ, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունից ազգության մի հատ հայ պետք է ներվերի հետ խաղա։ Ուրեն իրենք պետք է ես հայերին ուզում եմ ասել մեր հայրենա, գիտեմ որ ինձ չեն ներանում։ Սիրելի հայեր, ռուսա, չգիտեմ ինչ էլ ինչ որ գուզեք, բայց ինձ համար բոլորդ հայեր։ Մեր ժողովուրդ Հայաստանում շատ զգացմունքային է, որ գալիս եք այնպեսի մանրիարեք, որ կռիվներ ստեղծվի։ Շնորհակալ եմ, պարոն Շինյան, որ կիսվեցիք մեզ հետ ձեր դիրքորոշմամբ եւ որոշ հարցերի կարողացաք պատասխանել եւ մեկնաբանել քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանն էր մեր զրուցակիցը, սիրելի հայրենակիցներ, զրուցվարում էի ես Գայանե Առաքելյանս եւ հիշեցնեմ, որ Նոյան Տապանի հաղորդումները ուղիղ եթերով դուք կարող եք դիտել մեր Patreon-ում, վահանակը տեսնում եք էկրանների ստորին հատվածում եւ եթե ցանկություն ունենաք նույն հարթակում նաեւ կարող եք աջակցել մեզ։ Իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, բարինա ձեզ։